Նոր սահմանադրությունը ոտնձգություն է ժողովրդի ընտրական իրավունքի նկատմամբ եւ սա մարտահրավեր է, որը կարող է համախմբել քաղաքական ուժերին։ Մենք գտնում ենք, որ հասունացել է իշխանափոխության համար ստեղծվել են նախադրյալներ, երբ քաղաքական եւ հասարակական խմբերը կարող են միավորվել նման ծրագրի շրջանակում, անհրաժեշտ է իրազեկում, անհրաժեշտ է որոշակի աշխատանք, առողջական աշխատանք, որը կարող է տալ արդյունք։ Քաղաքական պայմանները ստեղծվել են, բոլորն էլ հասկանում են, որ եթե նոր սահմանադրությունը դրվեց քվեարկության, ՀՀԿ-ն օգտագործելու է իր ավանդական մեթոդները եւ կեղծելու քվեարկության արդյունքը կարելի է համարել կանխատեսված։ Իսկ ձեր հետագա անելիքները այստեղ շարժման հետ կապված ինչ անելիքներ ունեք։ Մենք շարունակելու ենք բողոքի ակցիան, մենք գտնում ենք կարևոր լարվածություն պահել Հանրապետության հրապարակում, մեր նպատակը այն է, որ եւ քաղաքական ուժերի միջև մեկնարկի process համախմբման, ժողովրդի վստահության, կառավարության ձևավորման ուղղությամբ եւ հանրության մեջ մեկնարկի process քաղաքացիական անհնազանդության համար մոբիլիզացման ներկայացրել ենք մոտեցումը կառավարության շենքի շրջափակումը եւ երկարատև այդպես վիճակում պահելը, դա այն ազդեցիկ գործիքն է, որի միջոցով կարելի է իշխանափոխության պահանջը դարձնել իրականություն։ Կարևոր ենք համարում, որ այդ պահանջը ձևակերպված լինի ճշգրիտ, այսինքն դա պիտի լինի ժողովրդի վստահության կառավարության նշանակում եւ հրաժարական, որովհետեւ հասկանալի է, որ առանց ՀԿ-ին գործադիր իշխանությունից հեռացնելու ապահովել երկրում պայմաններ ազատ արդար ընտրությունների համար անհնար է։